Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, գործընկերս մանրամասն նկարագրեց նախագծի բուն իմաստը, նախագծից չխոսենք, եկեք անդրադառնանք երկխոսենք ընդդիմության հետ։ Ես տենց էլ չհասկացա ձեր խնդիրը որն է։ Հակասահմանադրական նախագիծը թե հանրային քննարկման չի ենթարկվել։ Էնել, օքեյ։ Հանրային քննարկման փուլի հետ կապված Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ օրինակ ինչի է ձեր ընտրությունների արդյունքների պատկերը հետևյալը, որովհետև այս խոսակցությունը ծավալվել է դեռևս փետրվարից, երբ մամուլում ի հայտ եկան տեղեկություններ, որ կոնկրետ քաղաքական ուժ մարդկանց է բերում Ռուսաստանից ընտրությունների համար, Ռուսաստանում կոնկրետ բիզնեսներ շահագրգռված են, որպեսզի, չգիտեմ, տոմսեր առնեն, հյուրանոցներ առնեն, մարդկանց բերեն, հասցնեն Հայաստան։ Այդ մամուլում շրջանառությունից հետո մի հսկա բանակ, ես կարող եմ ուղղակի նամակներ կարդալ կամ ձեզ փոխանցել, դուք ինքներդ տեսնեք, քանի քաղաքացի է ինձ ասել, անգամ մեզ չընտրող քաղաքացի, ձեզ ընտրող թեկուզ քաղաքացի, ինչի ես պետք է ստեղ ապրեմ, հարկեր տամ, իմ որդին ստեղ գնաց առայի, իմ տեղը գա որոշում կայացնի մարդ, որը ընդհանրապես ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, չի էլ ուզում հետ գա, երբեմն գալիս է ամառը որպես տուրիստ։ Ինչի։ Այդ մի հիմնավորում Հանրային քննարկման հետ կապված, ասում եմ, ահռելի են եղել ծավալները քաղաքացիների, թե դիմումների, նամակների, գրառումների, մեդիա հրապարակումների, ես չգիտեմ որտեղ եք դուք ապրում, որ այդ ամենը չեք տեսել, չնայած գիտեմ, այլընտրանքային իրականությունում։ Ինչ վերաբերվում է օրենքին հակասահմանադրականությանը եւ ընտրության իրավունքի սահմանափակմանը։ Հարգելի գործընկերներ, եթե չեմ սխալվում, 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի օրոք սահմանափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքը արտերկրում։ Սահմանափակվեց թե ոչ։ Սահմանափակվեց, հա։ Մեր քաղաքացին այլևս դեսպանատանը կամ Հայաստանի Հանրապետությունի տարածքից դուրս ընտրելու իրավունք չուներ։ Ինչպես է սահմանափակվեց։ Ստեղ էլ կարա գա, պարոն Աղազարյան։ Ստեղ էլ է գրած 1 տարի արի բնակվի 2 տարվա ընթացքում եւ արի ընտրի։ Ինչ վերաբերվում է Ձեր ընդհանուր քննադատությունը ընկալելի է, բայց ես մեկ է չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ քաղաքացու աչքերին նայել ու ասել, գիտես, քո որդին թող գնա բանակ, դու ստեղ ապրի, մաքարի, ինչ-որ դժվարություններ տես, առնչվի իշխանությունների կայացրած որոշումների հետ, բայց այն մարդիկ, որ ընդհանրապես որևիցե առնչություն չունեն, իրենց որդիները չեն ծառայում մեր բանակում, իրենց հարկերը չեն մտնում մեր պետական բյուջե, իրանք օրգանական կապ չունեն այս պետության հետ, էլի մեր քաղաքացիներն են, բայց կոնկրետ որոշում են կայացրել, որ գնան այլ երկրում ապրեն։ Նրանց մեծամասնություն ունի երկքաղաքացիություն։ Այդ երկքաղաքացիության հետ կապված էլի պետք է հասկանանք ընդհանրապես։ Մենք ուզում ենք մեր քաղաքացիները ապրեն Հայաստանում, լինեն Հայաստանում, թե ուղղակի մենք գլուխ գովանք, որ մենք մինչև 10 միլիոն աշխարհասփյուր հայություն ունենք։ Մենք ուզում ենք նրանք վերադառնան երկիր, չէ՞։ Մեր նպատակն է այն, որ նրանք վերադառնան Հայաստան, ապրեն Հայաստանում, նույն օրգանական կապ ունենան Հայաստանի հետ, նույն պատասխանատվությունը կրեն, նույն իրավունքները ունենան եւ ավելին, նույն հետևանքների պատասխանատվությունը կրեն, ինչ որոշում կայացնում է իշխանությունը։ Ես կարծում եմ, սրա հետ պետք է մենք վեճ չունենանք։ Ես մի այլ տեսանկյուն կարող եի ասել, որ դուք վեճ կարող եք ունենանք, օրինակ, չգիտեմ, արտերկրում ձեր դաշնակցական բջիջներում գտնվող քաղաքացիներին, երբ որ հորդորում եք գալ օրինակ մասնակցել ձեր ցույցերին, այդ պարագայում նույն ձև կարող եք հորդորել գալ Հայաստանում ընտրությունների մասնակցել։ Միակ հիմնավորումը ձեր դեմ լինելու այս ամենին, կարծում եմ դա կարող է լինել։ Այլ պարագայում դուք ինքներդ պետք է կողմ լինեք, որ քաղաքացին շահագրգռված լինի գալ Հայաստանի Հանրապետություն եւ ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Այսքանը, շնորհակալություն։